Հարգելի գործընկերներ, իհարկե ես ամեն անգամ զարմանում եմ մի բաժակ ջրում փոթորիկ անելու մեր հնարավորությունների վրա, բայց արձագանք եմ այնուամենայնիվ։ Առաջինը Տիկին Գյուրեղյան նախագիծը արդեն մի քանի ամիս է ազգային ժողովում է եւ մենք որևէ գրավոր առաջարկ կարծես թե չենք ստացել դրա վերաբերյալ, ես նույնիսկ հանձնաժողովի նիստում խնդրեցի, եթե կլինեն անպայման դրանք անել, ինչը ինչով փոխել, ինչը ինչի հետ է հակասում, որպեսզի ավելի որակյալ նախագիծ ունենանք։ Երկրորդը նախագիծը ընդհանրապես մի բանի մասին է, կարգավորելու մի ոլորտ, որի պատճառով մենք անընդհատ երկկողմանի բողոքներ ենք ստանում։ Բողոքներ ենք ստանում, թե ինչու այս կամ այն մեր քաղաքացու հաշմանդամության կարգի, որը հիմա կոչվում է անձի ֆունկցիոնալության գնահատում, կարգի տրման գործընթացը իրականացվել է, որ պիտի չիրականացվեր, այսինքն մարդը չի համապատասխանել այդ գնահատականին, բայց ուղարկվել է փորձաքննության եւ հակառակը, ինչու է համապատասխանել եւ չի ուղարկվել։ Եվ այս խնդրի մեջ այս գործընթացում մեծ դեր ունեն մեր սիրելի բժիշկները։ Եվ մեր գործընկերները կառավարությունից առաջարկում են, եթե կտեսնենք, որ 1 տարվա ընթացքում 3 անգամ տեղի է ունեցել սխալ, միտումնավոր, ոչ միտումնավոր, որպեսզի նրանք հնարավորություն ունենան այդ սխալը բարձրացնել լիազոր մարմնի մակարդակ առողջապահության նախարարության, որպեսզի արդեն լիազոր մարմինը, ոչ վարչական մարմինը որոշում կայացնի, արդյոք այդտեղ եղել է միտում, արդյոք դա եղել է սխալ, պատահական, եւ որոշում կայացնի, թե լինի սանկցիա բժշկի նկատմամբ, թե չլինի։ Եվ երկրորդը, այո, մասնագիտական գիտելիքների հավաստումն է լիցենզիան, բայց դա նաև աշխատանքի իրավունք է, աշխատանքի իրավունք մեր օրենսդրությամբ։ Եթե այդ աշխատանքի իրավունքը դու կասեցնում ես, ինքը արդեն որպես սանկցիա է կիրառվում։ Շնորհակալություն։